Ուրեմն անունս Ռահուլ Սեթյանիլի է, ես Հնդկաստանից եմ եկել։ Ես այն ժամանակ եմ եկել, երբ որ հələ հայրը դաժե հնդիկներին տենում էին ու ուրախանում էին, դա արդեն հիմա այս վերջերը շատացել են, արդեն մեկա դարել, բայց այն ժամանակ մենք էկզոտիկ էինք համարվում։ Ռահուլ Անիլ Սեթին Երևանում ապրող օտարերկրացիներից է։ Կրթություն ստանալուց հետո լքել է Հայաստանն ու վերադարձել Հնդկաստան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Հայաստանը նրան բաց թողնելու մտադրություն չունի։ Հնդկաստանում միջազգային փառատոնի ժամանակ ծանոթացել է հայուհի Աննայի հետ եւ սիրահարվել։ Միասին են արդեն 10 տարի։ Բրիկետ կեսաուգյաղ բանգալորկի Նմանությունները ընտանիքի հասկացողությունը հայերի ու հնդիկների մեջ նույնն է։ Ընտանիք ունի մեծ գլխավոր, չէ՞, կարա լինի պապիկ, կարա լինի պապան։ Այդ ընտանիքի համար այդ հոգ ստանելը, որ կնանիքները ամեն ինչին պետք է պատրաստեն, ամեն մեկի համար հոգ ստանեն, քրերի աղբերների այդ սերը, մեծերի նկատմամբ հարգանքը, չէ՞, այդ ամեն ինչ մեր մշակույթում լրիվ նույնն է։ Պատմում է Ռահուլ Սեթին, ցույց տալով իրենց ընտանիքի ամրության գրավականներից մեկը։ Երկու ազգերը շատ նման են։ Նենցա որ այդ ամեն առումով հայր ու հնդիկները շատ նման են, կամ են նույնը, որ տենց էլ դարդ քիչ էր, որ հարևան Մերսեդես արա։ Կրոնների տարբերությունը եւս ընտանիքի ստեղծմանը չի խանգարել։ Այսօր էլ երկու ազգերի պաշտամունքի առարկաները կողք կողքի են, մեկ անկյունում։ 2008 թվականին որպես ուսանող առաջին անգամ Հայաստան եկած Ռահուլը այժմ աշխատում է որպես բժիշկ, դասավանդում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Գլխավորում նույն բուհի օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը։ Կրթական այդպես ասած process-ի մեջ ինչ որ տարբերություն չկա, հա կարող է պրակտիկայի առումով մի թեթև կան բաներ, օրինակ համար հիվանդությունները, որ ստեղ չկան Հնդկաստանում կան, կամ օրինակի համար դատական բժշկության ասպերեզում կարամ ասեմ, դե մեր օրենքները այդպես ասած ու իրենց հոդվածները մի քիչ տարբեր են, ստեղ մի քիչ տարբեր է։ Մեր համալսարանում իրենց հետ հավելյալ դասեր անցկացնում ենք, որ իրեն այդ տրոպիկական հիվանդությունները, այդ դատաբժշկության այդ հարցերը, հոդվածները Հնդկաստանում ոնց են ելնում եւ այլն, դա ավել դասերով անցկացում են ու կարծում եմ դա բերում է իրենց հավասար լեվելին։ Տարբերություններ չկան նաև աշխատանքի ոլորտում, բայց հետաքրքիր դեպքեր շատ կարող է պատմել։ Գիտեք, ես առաջին Հնդկաստանից եկած բժիշկ չեմ ստեղ, էլի մենք երկու բժիշկներ ունենք, որ շատ լավ գործ են ցավալում, էլի մեր համալսարանի շրջանավարտներ, երկուսն էլ սրտաբան։ Մի հնդիկ բժիշկ ունենք, որ սրտաբան է, Գորիսում է, ինքը մեծամասնությամբ իր գործողություն ցավալում, ինքը շատ հայտնի է այդտեղ։ Դաժե մի անգամ ես ունեի ընկեր, որ եկել էր Հնդկաստանից, ինքը Գորիս էր գնացել, զանգել է այդտեղ, ինձ ասում է, գիտես չէ, որ քեզ տեղ բոլորը ճանաչում են, դու բաց տեղ երբ ես գալի, ես խաբար չէի, բան, ասում եմ, դու որտեղ ես, բա Գորիսում եմ, ասի, լավի մասին չէ, Պանկաջի մասին է, Պանկաջն է իր անունը։ Հայաստանը որպես կրթական ու աշխատանքային միջավայր հիմնականում ընտրում են Հնդկաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, նշում է ոլորտի պատասխանատուն առանձնացնելով պատճառներից մի քանիսը։ Դա պայմանավորված է վիզային քաղաքականությամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները բնականաբար առանց վիզային է ժամանում Հայաստան, իրենց ավելի հեշտ է Հայաստանում օրինականացնել իրենց հետագա բնակությունը եւ աշխատել կամ բնակվել Հայաստանի Հանրապետությունում։ Իրանի Իսլամական Հանրապետություն հետ մենք ունենք ցամաքային ընդհանուր սահման, դա եւս նպաստավոր պայման է ստեղծում, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները հեշտորեն գան Հայաստան, բացի այդ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունը սահմանել է առանց մուտքի վիզային ռեժիմ եւ դա եւս նպաստավոր պայման է, որպես իրենք ժամանեն Հայաստան, իսկ Հնդկաստանը վիզային ռեժիմով է ժամանում Հայաստան, գուցե իրենց համար ավելի հեշտ է վիզա ստանալու ընթացակարգը, որտեղ դիմում են էլեկտրոնային վիզա ստանալու համար։
Օտարերկրացիները Հայաստան ժամանելուց հետո պարտավոր են գրանցել կացության կարգավիճակ։ Կրթության դեպքում միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը գործակցում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, սովորողների տվյալները ստանալու եւ համապատասխանաբար կեցության կարգավիճակ տրամադրելու նպատակով։ Աշխատանքի դեպքում հայտատուն գործատուն է։ Գործընթացը վերահսկվում է եռամսյա հաշվետվությունների միջոցով։ Հետևողականություն են պահանջում այն դեպքերը, երբ կացության կարգավիճակը տրամադրելու օրինական հիմքերը վերացել են։ Այս դեպքում կացության կարգավիճակը կարող է համարվել ուժը կորցրած։ Այն տրվում է մինչև 1 տարի ժամկետով։ Ոլորտի պատասխանատուի խոսքով Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից կրթության նպատակով մեր երկիր եկող քաղաքացիների գերակշիռ մասը ազգությամբ հայեր են։ 8000-ից ավել ունենք օտարերկրյա ուսանողներ, որոնցից մեծ մասը մոտ 4144-ը դրանք սփյուռքահայ ուսանողներն են, գումարած նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները, որոնք 570-ից ավել են եւ մոտ 480-ը հենց սփյուռքահայերն են։ Հայաստանի ուսումնական հաստատություններում օտարերկրյա ուսանողները կրթություն են ստանում հիմնականում 15 մասնագիտություններում, գերակշիռ մասը բժշկական ոլորտում։ Հայերեն չիմացող ուսանողների համար կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ։ Բացի այդ, օտարերկրյա ուսանողներին աջակցելու նպատակով յուրաքանչյուր տարի կառավարությունը հատկացնում է անվճար հիմունքներով կրթություն ստանալու 70 տեղ, հիմնականում հայագիտական, մանկավարժական, արվեստի ու մշակույթի մասնագիտությունների ոլորտում։ Հայաստանի բուհերում անվճար կրթություն կարելի է ստանալ նաև օգտվելով միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերի հիմքով տրամադրվող կրթաթոշակներից։ Հայաստանը որպես կրթական միջավայր այժմ ընտրել է ավելի քան 44 երկրի ներկայացուցիչ։ Առաջին տեղն զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդ տեղում Վրաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ այդպես շարունակաբար նույնիսկ ունենք աֆրիկական երկրներից, Պաղեստինից։ Իսկ Հայաստանում թե կրթություն ստացած, թե աշխատանքային լայն գործունեություն ծավալող Ռահուլը մի բան է խորհուրդ տալիս բոլոր նորեկներին։ Եթե ուզում ես գաս Հայաստան ու կյանք հեշտ լինի, անպայման իմացիր հայերեն, խոսա հայերեն, հայերեն շատ սիրուն լեզու է։ Էմիլիա Հոսյան, Ֆրիդա Վարդանյան, Արտուր Օրդյան, Երևանյան Նյուզհում։